Լիակատար աջակցությունն եք հայտնում կաթողիկոսին։ Եթե այստեղ եմ ինչ է նշանակում։ Ինչպես եք մեկնաբանում ինչ միացան 10 եպիսկոպոսների այդպիսությունը։ Գնացեք իրենց հարցրեք, ես 10-ի մեջ չկամ, չէ՞։ Դե նկատեմ որպես եպիսկոպոս ինչպես եք մեկնաբանում։ Նրանք առայժմ եպիսկոպոս են կարգալույց չեն հիշում։ Դա ցավ է մեզ համար, անձնական ողբերգություն է, որ մեր մեջից մարդիկ միացել են իրենց եկեղեցին քանդելու համար։ Ոչ միայն եկեղեցին, սա եկեղեցու խնդիրը չէ, ազգի պառակտման խնդիրն է։ Սրբազան հայրելի մարդ։ Լավ, հերիք է, Ինչպես եք արգելելու նրանց մուտքը, որտեղ բազմաթիվ ուժայիններ կան, ենթադրաբար իրենց կողմն է կլինի, ոչ թե ձեր։ Կգան կտեսնենք, չգիտեմ։ Կարծում եք բախումներ կլինեն։ Չեմ կարող ասել։ Բեափարը Անսասան է, ինչպես է տրամադրված։ Ինչպես Անսասան Արարատ լեռը։ Որը մերը չէ։ Հա։ Որը մերը չէ։ Դաբրություն Հետո Բեափարը։ դուք եք այդպես մտածում մերը չէ։ Միշտ էլ Արարատը մերն է եղել։ Երբեք նաև այս 10 եպիսկոպոսները հայտարարությամբ են այնպես եկել նշել են որ Գարեգին II-ը պարտավոր է հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Այսօր նման Նրա իրենք ոչ իրավունք ունեն, ոչ է կարող են նման բան ասել, որ պարտադիր բան ունեն հրավիրելու։ Դա իրանց չի վերաբերում, դա առանց նրանց հնարավոր է նիստ հրավիրել եւ միանշանակ ժողովուրդ մեր եկեղեցին մոնարխիկ կազմվածք ունի։ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռն է բոլոր հնարավորությունը ցանկացած բան կարող է անել։ Իսկ Գերագույն հոգևոր խորհուրդը խորհրդատվական մարմին է։ Գործադիր մարմին չէ։ Իսկ ինչու՞ ինչ այս երկար ժամանակ աշխատել եք եպիսկոպոսների։ Այդ եպիսկոպոսներն այդ հարցը բարձրացնում։ Այս հարցը միշտ ամեն անգամ տալիս եք դուք եւ պատասխանը միշտ էլ լսել եք, չէ՞։ Եկեղեցին երբևիցե արագ կարգալույս չի անում։ Բոլոր իր գործիքակազմերը սպառում է եւ տեսնում է, որ ոչ մի հնարավորություն չկա, նոր այդ քայլին դիմում է։ Հիմա կա այդ հնարավորություն, ինչ եք տեսնում, հիմա հնարավոր է այդ Կարող է, ինչ չէ։ իրավիճակը ստեղծել։ Կարող է։ Սրբազան դուք երկար ժամանակ ծառայել եք ձեր հոգևոր եղբայրների հետ, որոնք այսօր հավաք են կազմակերպել։ Իրենցից ինչ եք սպասում։ Արյունահեղությունների կամ բախումների կգնան։ Ես չեմ կարծում իրանք, որ նման բանի գնան։ Իսկ այս Բացառում է հոգևորականը նման։ Ճիշտն ասած ոչ։ Դուք կիսում եք այն տեսակետը, որ այս հավաքը նույն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքն է, պարզապես միացած այս եպիսկոպոսները։ Միանշանակ։ Այդ 10 հոգին 10 մարդ չէին կարող հավաքել։ Ինքը ասում է ես չեմ ողորթել, բայց ողջունում։ Սրբազան հայր։ Չեմ ողջունում, աջակցում եմ։ Ինչ է նշանակում։ Ողջունում եմ։ Աջակցելը ուրիշ բան է, ողջունել ուրիշ բան է։ Սրբազան հայր, ձեր եղբայրները, ձեզ այս նախկին ծառայակից եղբայրները, ձեզ ճնշումների տակ են։ Միանշանակ, իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքով այո։ Իսկ փորձել եք Ինչ է նշանակում 1 օր առաջ ուրիշ բան ասել, իսկ հետո լրիվ այլ ուրիշ բան Իսկ ասել։ ինչը կարող էր պատճառ դառնալ ճնշումների նրանց նկատմամբ։ Իրենց պետք է հարցնեք։ Լավ, Սրբազան զրուցելու առիթ ունեցել եք, տարհամոզելու։ Չեմ ունեցել եւ չեմ էլ ուզում։ Բայց փորձել են իրենք կապերով։ Չգիտեմ, ես չունեմ տեղեկություն եւ ցանկություն էլ չունեմ իրենց հետ շփվելու։ Սրբազան այդ գործողությունները վնասում են եկեղեցու վարկանիշին։ Վարկանիշին չէ, վարկանիշը ընդհակառակ ավելի բարձրն է, բայց եկեղեցին խոցվում է։ Սրբազան հայր, Բայց եկեղեցին ինչքան էլ խոցվի, եկեք նայենք, որ դա աստվածաբանորեն Քրիստոսի մարմինն է։ Եկեղեցին երբեք չի կարող տուժվել, բայց եկեղեցական կառույցի աշխատակիցները, եկեղեցու առաքելությունը կարող է տուժվել։ Սրբազան ինչ եք Ընդհակառակը եկեղեցին միշտ զորանում է նման դեպքերում։ Սրբազան ինչ եք կարծում, սա կդառնա ժողովրդի համախմբման միտում, առիթ, որ նրանք Անպայման, համախմբեն անպայման։ եկեղեցու շուրջ։ Առանց էդ էլ արդեն եկեղեցու շուրջ հավաքված են։ Շատ մեծ հոծ բազմություն։ Եվ իրենց վախը սա է։ Սրբազան հայր, կարծում եք որքան էլ ուժեղ լինեն կոմպրոմատները, որքան էլ մեծ լինեն, դրա հետ միաժամանակ արժե Մայրաթորի դեմ դուրս գալ։ Արդարացում է այդ քայլը։ Նայեք, գիտեք, Մայրաթորը մարդկային կառույց չէ, Աստծո կողմից ստեղծված հիմնադրված կառույց է։ Հիմա ձեր հարցին
ով որ դուս կա Աստծո դեմ, ինչ կլինի իրեն։ Չէ որ ճնշում էին նաև Արշակ Սրբազանին, Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, բայց նրանք չտրվեցին այդ ճնշումը։ Որովհետև ավետարան ասում է ես եմ հովիվ ընքաչ։ Ուրեմն իրենք լավ հովիվներ էին։ Կոմպրոմատներ ունեն այդ եպիսկոպոսների։ Իրենց տեսնեք, իրենց հարցրեք։ Դե տարբեր խոսակցություններ կան այդ նույն պատմությունները անձնական կապերի մասին նաև այլ եպիսկոպոսների։ Ես իրենց փոխարեն չեմ կարող որևիցե բան ասել։ Ես ասացի իմ սուբյեկտիվ կարծիքով, այո, բայց իրական նշում էր վերջին պատարագին, որտեղ մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը եւ անձամբ էր ինքը պատարագ մատուցում թեմի առաջնորդը։ Նշում էր, որ զեղչելը դա կանոնական խախտում չէ եւ իրենց որոշելուն է, ասած որ իմ անունն է կարող են զեղչել, այս մասով ինչ կասեք, խախտում է, որ խախտում չէ վերջ։ ինչ ասեմ, եթե հոգեվորականը նման բան պետք է ասի։ Դա շատ լուրջ խնդիր է։ Լուրջ աստվածաբանական խնդիր է, եկեղեցու միության, առաքելական հաջորդականության խնդիր է։ Եթե եկեղեցու միությունը զեղչում ես, եթե առաքելական հաջորդականությունը դու չես ընդունում, ինչի մասին է խոսքը։ Հիմա իրենց սպասում է որ կարգալույց կարվեն, ինչպես է բերելու կանոնական դաշտ կաթողիկոսը նրանց, ինչպես է բերելու կանոնական դաշտ։ Կլինի կտեսնեք։ Դա ինչ է ենթադրում։ Դա ենթադրում Դե հիմա ժողովը չեղած, որովհետեւ բան չեղած ես հիմա ինչպես կարող եմ իմանալ։ Չէ, եպիսկոպոս չէ, գերագույն հոգևոր։ Անվանել է աղանդավորներ կաթողիկոսին եւ նրա կողմնակից հոգեվորականներին, ասում աղանդավորներին։ Դե մարդը վաղուց ինքը դադարել է բանական մտածելուց։ Ձեր կարծիքով Ինքը վերջնահաշվակ է արել առողջ մտածելակերպի հետ։ Այդ մարդու ասածների հետ ինչպես կարող ես իրեն բան ձեր կարծիքով գնահատական տալ։ հնարավոր է որ այլ աղանդավորական կազմակերպություններ են աջակցում Փաշինյանին այս Ամեն ինչ էլ հնարավոր է։ Եվ հնարավոր է նա կամանորին մենք տեսանք նախորդ տարի Վեհափարը ելույթ ունեցավ հանրայինով, օրինակ որևէ աղանդավորական կազմակերպության հոգևոր հովիվ ելույթ ունենան։ Չի բացառվում։ Թող ժողովուրդը տեսնի ինչ է կատարվում։ Ժողով նախատեսված է։ Այո։ Այսօր։ Այսօր։ Սրբազան հայ միջազգային արձագանքը համարժեք եք գնահատում։ Միջազգային արձագանք չկա։ Որտեղ եք տեսել։ Եկեղեցիները, ձեր քույր եկեղեցիները Քույր եկեղեցիներն են արձագանքել, եկեղեցիների համաշխարհային խորհուրդն էլ է արձագանքել, եվրոպական եկեղեցիների միությունն էլ է արձագանքել, բայց համարժեք չեն։ Ինչով եք պայմանավորվում դուք նշեցիք, որ չկա արձագանք միջազգային։ Քաղաքական հարցեր են լուծում։ Այսինքն Մայրաթորը նաև գեղոքաղաքական, այսպես Անշուշտ Հայաստանն է, Հայաստանը դարձել է այդ քաղաքական կենտրոնը։ Մեծ աշխարհակաղակական կենտրոնների արանքում Հայաստանը դարձել է տարադրամ փոխանակման։ Սա միայն ներքաղաքական խնդիր չէ, կարծում եք այսքան գլոբալ ինչ-որ տեղերից են Միանշանական դրսից, ամբողջը դրսից է։ Ինչ ծառայություն կամ ում է ծառայություն մատուցում ըստ որ քայլերն իրականացնելու գործում։ Չեմ կարող ասել, բայց աշխարհակաղակական կենտրոններն են նման հարցերը լուծում։ Ինչ որ կատարվում է Ուկրաինայում, այլ ուրիշ երկրներում, որ կատարվում են այս ամենը։ Մի հարց, ձեր կարծիքով, չնայած այդ հարցը հնչեց, հələ եպիսկոպոսների մի կողմ թողնենք։ Շատ էլի հոգևորականներ կան ավելի ցածր կարգավիճակով, որ այդպես դարձել են նիկոլական։ Դուք շփվում եք էլի հետները, երբանից այդ հատկությունները իրենց մոտ առաջացան։ Ճիշտ ասած, ես այդքան շատ չեմ տեսել։ Ինչը դրթեց, որ եկեղեցու մեջ եւս այսպես Նիկոլա Պաշտ, Աստծուն թողնեն սկսեն Նիկոլին պաշտել։ Դաստիարակության խնդիր է։ Դուք այդպես ինչ-որ բաներ տեսնում եք։ Ես ասում եմ չեմ տեսել։ Դուք չեք շփվում։ 1-2 հոգի։ Ես կարող եմ հստակ իմ թեմում ասեմ, որ նման բան չկա։ Ես ես ճիշտ հասկացա, այսօրվա այդ ժողովում լինելու է նաև 10 եպիսկոպոսների հարցը։ Չեմ կարող ասել, ասի ժողովին դեռ մինչև չմասնակցենք, չեմ կարող որ ուզում եմ հասկանալ օրակարգում կան։ Օրակարգից տեղյակ չեմ։ Սրբազան այս օրերին ձեզ այցելել օրինակ ԱԱՑ աշխատակից։ Ընդհանրապես ոչ մեկ։ Ոչ մեկ։ Բացառում եք, որ այսօր բարձրաստիճան հոգևորականների էլի կձերբակալեն։ Ոչ մի բան էլ չես կարող բացառել։ Սրբազան Բացառել։ Խնդրեմ։ մանավանդ որ ձեզ թիրախավորել էր Աննա Հակոբյանը իր գրառումներից մեկում Դե իր պատասխանը ստացել էր հաղորդներուց մեկում։ Էլի դիտեն ձեր հարցազրույցը օրինակ այսօր հենց այս պահին եւ որոշեն։ Թող որոշեն։ Ինչ պետք է անան։ Ձեր բացակայությունը էլ ավելի խոցելի չի դարձնի եկեղեցին։ Չէ։ Ինչու պետք է խոցելի դառնա։ Դուք սպասում եք, որ 10 եպիսկոպոսներ կմիանան, նման հայտարարություն կանեն։ Անկեղծ ասած ոչ։ հատկապես ումից չեք սպասում։ Ինչով եք պայմանավորում, օրինակ ինչ եք կարծում։ Մայրաթորում սնված անձը չէր կարող նման բան անել։
դա է։ Իրենց հետ Հա? այս օրերին զրուցել եք, Չգիտեմ։ իրենց որոշումը ճշտել եք, կապի դուրս գալիս են։ Ոչ մեկի հետ չենք խոսել, ասեցինք, որովհետեւ մեկի հետ չենք կապ չենք հաստատել ու չեմ էլ ուզում հաստատել։ Իսկ իրենք փորձել են վեհապարի տեղյակ Չեմ կարող ասել։ Դարձի բերելու համար գոնե չեք ուզում կապ հաստատել իրենց հետ, խոսել։ Բազմաթիվ անգամներ հրավերներ եղավ իրենց։ Չեք անհրաժեշտ։ Հա? Դե հրավերը եղավ եւ ընդհակառակ ավելի սաստկացավ իրենց կողմից հարձակումները։ Մասնաճյուտն թեմի առաջնորդ Մասնակցություն ինչ է կարծում կլինի։ Օրինակ ասած Որտեղ լինի։ այստեղ եպիսկոպոսների հրավիրած հավաքին։ Չնա ինչ իրավունք ունի։ Կարքալից քահանաներ։ Ինչ իրավունք ունի մասնակցելու։ ու Բաքում երևի նկատի։ Դե Բաքում ցանկացած մեկն էլ կարող են գալ, բայց ժողովին ինչ իրավունք ունեն իրենք մասնակցել։ Երբ որ Փաշինյանն այսօր եպիսկոպոսը ասում է կրկին, որ Հայաստանը վեհապար չունի, կաթողիկոս Հայաստանն էլ վարչապետ չունի։ Բազմաթիվ անգամ ասված է։ Սրբազան, տեսեք, Գևորգ եպիսկոպոսի մասին են շատ ասում, որ ինքը այսպես հորպես է ընդունել վեհապարին, վեհապարը նրա զավակի նման իրեն տնտեսանել է, աճեցրել է, մեծացրել է, բազմաթիվ խնդիրներից ու փորձանքներից է փրկել եւ հիմա այսպես դավանափոխ եղավ կամ տիրադավ եղավ։ Իր մասով ինչ կասեք, դուք հետո ինչպեսի հարաբերություն եք։ Նայեք, ասեմ, բոլոր 10-ի համար էլ սա էլ եմ կրկնում, մեզ յուրաքանչյուր հոգեվորականի համար դա անձնական ողբերգություն է, անձնական, որովհետեւ բոլորի հետ մենք մեծ մասը եղել են մեզ ավակ եղբայրներ, մի մաս եղել են ընկերներ եւ այսօր այս ջրբաժանն է առաջացել։ Ուղղակի ցավ է մեզ համար։ Իսկ ինչ է կարծում, հնարավոր է վեհապարին եւս փորձեն ձերբակալել, կալանավորել, իսկ քրեական ճանապարհով փորձեն ազատվել նրանից։ Ոչ մի հիմք չունեն։ Բայց քանի որ Հայաստանում անօրինական երկիր է դարել, մայր օրենքը սահմանադրությունը վաղուց լռել է, ամեն ինչ հնարավոր է։ Ունենալը դեռ հիմք չէ։ Կամ մարդը ամեն ինչ կարող